Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կենսաթոշակառուների համար 10,000 դրամ հետ վերադարձի օրենքը, եթե կատարում եք ձեր գնումները քարտով, ուզում ենք հասկանալ դուք քարտային տարբերակով վճարումներին կողմ եք, օգտվում եք այս համակարգից, այս փոփոխությունից այլևս ներդրված, թե դեռևս ոչ։ Օգտվում ենք, բայց դա չնչին բան է, դա թոշակառուի համար հեչ բան է։ Թոշակառուն եթե 100,000-ից պակաս փող պետք է ստանա, այս թանկ պայմաններում ոնց պետք է ապրի։ 10,000 դրամն ինչ է։ Կառավարությունից հայտարարում են, որ այս տարբերակը եւս ինչ-որ ձևով կարելի է դիտարկել նաեւ կենսաթոշակների բարձրացում։ Իրանք ոնց ուզեն անենց կդիտարկեն։ Իրանք որ 3 միլիոն ռոճիկ են ստանում, 3 միլիոնն էլ պարգևատրում։ Այդ դրա մասին թող խոսան, որ դրանից բաժին անեն թոշակառուին։ Դեռ նոր է օրենքը մտել ուժի մեջ, մեկ ամիսը կանցնի, մենք դա կսկսենք գործողության մեջ դնել, գուցե իրոք թոշակը սենց պահենք այդ հետ վճարի տարբերակներով օգտվենք, որտև երկուս էլ ստանում ենք, բավականին բարձր ենք ստանում, շատ շնորհակալ ենք նաև այդ տարբերակի համար, որտև բարձա տնեցիներ տղա հարս գնումներն անում են, մենք մեր թոշակը ավելացնում ենք բանկում, ի հաշիվ նաև ձեր այդ ասած առաջարկի վրա։ Կառավարությունից օրինակ նաև հայտարարում են, որ այս տարբերակը եւս կարելի է դիտարկել որպես կենսաթոշակների բարձրացման տարբերակ։ Ես այդ կարծիքին եմ, շատ ուրախ էի, որ բարձրացրեց մի անգամ պարոն Փաշինյանի այդ ֆինանսական կառավարիչները գնացին եւս մեկ անգամ բարձրացնելու։ Հիմա մենք երկուս էլ թոշակառու ենք, մինչև 160,000 երկուսինս իրար հետ լինում է։ Մինչև այս քարտային տարբերակով կատարել եք մշտապես վճարումներ, թե հունվարի 1-ից սկսամից հանում էինք թոշակը, դնում էինք գրպաններս եւ այդպես էինք ծախսում։ Հլա ոչ մի բան տեղյակ չենք, ոչ մի բան չենք արել, հլա։ Առևտուր դեռևս չեք արել։ Ներողություն, իսկ առհասարակ քարտային տարբերակով վճարումներ կատարում եք, թե միայն կանխիկ եղանակով։ Չէ։ Ինչու՞։ Հարմար չի քարտային տարբերակ։ Հարմար է երևի նոր տարուց հետո կանխիկ միշտ վճարումները կատարել։ Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կենսաթոշակառուների հետ վերադարձի մասին օրենքը քարտային տարբերակով վճարումներ կատարելու դեպքում։ Ներողություն եմ խնդրում, եթե կենսաթոշակառու եք, ապա օգտվում եք այդ տարբերակից։ Այո։ Քարտով եք վճարումներ Առկա քարտով։ Ինչ կարծիք ունեք այս փոփոխության Դրական։ Մինչև 10,000 դրամ կենսաթոշակառուները կարող են հետ վերադարձ ստանալ կատարած։ Այդպես է կատարվում է։ Բայց կոմունալ վճարումները դրա մեջ չեն։ Այո, տեղյակ եմ։ Դա նորմալ է, օրինակ, երբ որ մարդիկ նաև կոմունալներն են բավական բարձր վճարում, հատկապես այս եղանակ։ Դե եթե չի ստացվում, ինչ անենք, ոչինչ։ Մյուս վճարումներն են բավական։ Ներողություն, իսկ մինչև այս քարտային տարբերակով վճարումներ կատարել եք, թե օրենքի ուժի մեջ մտնելուց հետո որոշել եք որպես քաղաքացի օգտվել ձեր իրավունքից։ Սկզբից երբ ես ստացա թոշակի, ես քարտով եմ իրականացնում իմ թոշակի ստացումը։ Շատ լավ կարծիք ունեմ, շատ մեծ օգնություն է ժողովրդին։ Իսկ օգտվում եք քարտով վճարում։ Այո։ Այս ամիս լրիվ քարտով եմ վճարում։ Միշտ եք օգտվել քարտային տարբերակով վճարումներից, թե նոր եք սկսել։ Չէ, նոր եմ սկսել։ Մինչև այդ բանկամատից հանում էի։ Այսինքն ձեզ համար նորմալ է եւ քարտով վճարումը եւ կանխիկ տարբերակ։ Հա, այո։ Ավելի շատ որ տարբերակից եք օգտվում։ Մինչև հիմա կանխիկով, հիմիկվանից կաշխատեմ քարտով։ Ես պարկաճ գալիս չեմ օգտվում այդ հնարավորությունից։ Քարտով վճարումներ կատարում եք։ Այո, անպայման։ Միայն քարտով։ Ուժի մեջ մտած օրենքից եք ուզում օգտվել։ Ընդհանրապես ես միայն քարտով եմ առևտուր անում։ Առհասարակ։ Առհասարակ։ Կանխիկ եմ ստանում, առևտուր չեմ անում դրանով։ Կանխիկով եք միայն առևտուր անում։ Հա, Ինչու։ որովհետև հարմար չի այդպես։ Քարտային տարբեր։ Ինչն է ձեզ համար խնդիր, որ հարմար չի, խնդրում եմ ասել, ամենակարևոր Ծախսերել կան, մենակ ուտելիքի հանրապետ չեմ կարող ծախսել խանութներից օգտվել։ Ուրիշ հարիկներ էլ կան։ Կոմունալ վճարումներն է հիմնականում, եթե դա չեմ կարող անել, ես դեպս կանխիկ եմ ստանում։ Հիմա այդ տարբերակով ստացվում եմ, որ չեք օգտվում։ Չէ, չեմ օգտվում, որտեղ ձեռնտու չի ինձ այդպես, այդտեղ հիմարություն ա լարել։ Երբ որ մեր վարչապետը կանգնեց ասեց 10,000 դրամը թոշակառուն ինչ անում, այդ 10,000 դրամը իր համար շատ մեծ փող էր, բայց այդ վճարումները, որ այդ ստանում են, ինչքան են ստանում, ինչքան
Կառավարությունից հայտարարում են, որ սա ինչ որ ձևով նաև կենսաթոշակը բարձրացնելուն միտված քայլ է։ Ես ինձ պետք է լինում հանում եմ։ Ես չեմ սպասում, որ իրենք պիտի ինչ որ 2 կոպեկ ավել տան կամ չտան, սուտ է։ Եթե դա իմ թոշակը 53-54 է, իմ դեղերի գումարը չի դա։ Ես 30,000-ի միան դեղ եմ առնում։ Դեղամիջոցների դեպքում, բայց եւս կարող եք քարտային վճարում կատարել։ Միայն կոմունալ ծառայությունների համար վճարն է, որ դեռևս ընդգրկված չէ այս համակարգում։ Դե շատ սխալ, դա իրեն զեր չի տալիս, որ կոմունալները իրենք մտցնեն դրա մեջ, որտեղ 48,000 միան կոմունալին ես վճարում։ Միան կոմունալին։ Եթե ինձ գումարա պետք է դուրս եմ գալիս, ասենք հիմա փողոցում ինչ որ մի հատ էժան տեսնում եմ, ասենք խնձոր, որը 800 դրամ է, դեռ 500 դրամ է։ Ես պիտի գնամ 800 դրամով առնեմ, որ այդ նույնը կարամ ես առնեմ 500 դրամով, բայց ձեր քեշ փողով պիտի առնեմ։ Ինչի համար։ Կգնամ πάρեմ դա։ Քարտային տարբերակով վճարումներ անում եք։ Այո, Հունվարի 1-ից սկսած այլևս կատարում եք, թե մինչև այդ էլ քարտային տարբերակով վճարել եք։ միջև այդ էլ վճարել եմ։ Հունվարից հետո էլ վճարում եմ թոշակի քարտով։ Այո, տեղյակ եք փոփոխության մասին հունվարի 1-ից ուժի մեջ մտած, որ կենսաթոշակառուները այլևս կարող են նաև 10,000 դրամի չափով հետ վճար ստանալ, եթե գնումների դիմաց վճարում են քարտով։ Հա, տեղյակ եմ, բայց դա չի գոհացնում մեզ, որովհետև որոշ ապրանքներ գնում կատարելուց հետ վճար չի սահմանվում։ Կոմունալը հասկացանք, որ չի մտնում, բայց մնացած այլ ծախսերն էլ չի մտնում, որովհետև ես հաշվարկել եմ, տեսել եմ միայն դեղերը ու սննդամթերքեր արել եմ, դրա տոկոսն է եկել։ Հագուստի դեպքում եւս մտնում է։ Երևի նոր է մտնում, բայց առաջ չի մտել։ Դա չի գոհացնում։ Ես կուզեի, որ ամբողջությամբ ինչքան որ վճարում ենք ամեն ինչի համար, մեկա ծախսում ենք, չէ՞։ Հետ վճարը գար։ Սա համարում եք ինչ որ ձևով նաև կենսաթոշակի բարձրացում, թե Ես չեմ համարում բարձրացում։ կառավարությունից այդպես են հայտարարում, որ նաև կարելի է այս տարբերակը դիտարկել։ Ժողովուրդը դա չի դիտարկում բարձրացում։ Բարձրացումը փաստացին է, որ մեր թոշակներին ավելանա, թեկուզ 5,000 դրամ, 3,000 դրամ մենք շոշափելի իմանանք։ Միգուցե ես առևտուր չեմ անում այդ ամիս։ Պարկած եմ, մենակ հաց եմ առնում, ասենք 5,000-ի վրա հաց եմ ծախսել գումար։ Ինչքան վճար պետք է գա ու համարեմ, որ թոշակս բարձրացել է, չէ, չի բարձրացել։ Քարտային համակարգը միայն գործում է խանութների, սուպերմարկետների դեպքում։ Իսկ ասենք թոշակառուն մեծ մասամբ ճանապարհով գնում ենք, տեսնում ենք ճանապարհին խանութներ կա փոքր, որ ասենք կանաչիներ են ծախում, մրգեր են ծախում, ավելի մաչելի գներով, ավելի բան։ Մենք ուզում ենք դրանցից օգտվենք, առնենք, նրանք քարտայինով չեն վերցնում, որովհետև այդ մեքենան չունեն, ասում են մենք չունենք։ Փողոցի դրած կինը ինչ քարտ բանու մեքենա ունենա, որ ես քարտով վճարեմ։ Միշտ էլ քարտով եմ արել առևտուր, ազուս ջան։ Այսինքն մինչև այս փոփոխությունն էլ, այո, վճարային Այո։ Իսկ այս փոփոխության հետ կապված ինչ կարծիք ունեք։ Դե իմ թոշակն բարձրա մեծ կարծիքի ունեմ։ Ես հիմա փող սանգեի իմ քարտը խանութում։ Այդ գտա ում հետա փող սանգեի։ Հիմա ավելնորդ մեջը ծախսեն արել իմ մնացորդով։ Չեմ կարող այդ ֆիրմա ֆուդը գտնեմ որտեղ է։ Ես այտենց բանից չեմ օգտվում խանութից։ Խառնաշփոթը, ինչի թողնեմ սաղամիս առանց փողի մնամ։ Այսինքն ստացվում է, որ ձեզ համար ձեռնտու է միայն այսուհետև կանխիկ տարբերակով Այո, ինձ կանխիկն է ձեռնատու, ինձ պետք չի իրանց 10,000-ը։ Մյուս կողմից էլ կառավարությունը հայտարարում է, որ սա ինչ որ ձևով կարելի է դիտարկել որպես նաև կենսաթոշակների բարձրացման ինչ որ մի տարբերակ։ Այսինքն քաղաքացին, այս դեպքում կենսաթոշակառուն, ինքը նպաստում է իր թոշակի բարձրացմանը։ Գիտեք ինչ, քաղաքացին նպաստում է իր թոշակի բարձրացմանը, հետո էլ ասում է իրականում 20% է, բայց 10-ը գնում է առողջապահությանը, ֆոկուսներ։ Տեղյակ եք այս փոփոխությունից։ Այո, Ինչպես է գնահատում։ շատ նորմալ։ Հավելյալ վճարում կենսաթոշակառուների համար ավելի բարենպաստ, ավելի լավ պայմաններ է ստեղծում, գոնե մի քանի հազար դրամով ավելանում է։ Կատարում եք քարտով վճարումներ այլևս։ Այո, Իսկ մինչև այս էլ քարտային տարբերակով եք վճարումներ անում, թե միայն կանխիկ։ հիմնականում կանխիկ։ Հիմա այլևս միայն քարտով։ Այո,